Ողջույն բոլորին եւ բարի գալուստ իմ ներդրումային տեսաշարք։ Այսօր մենք խոսելու ենք ինչպես է աշխատում շուկան, բացելու ենք իրական հաշի եւ կատարենք ներդրումներ։ Խոսելու ենք բաժնետոմսերից, բորսաներից եւ ինդեքսներից։ Մի բան ինչ սկսել է, ես Հայաստանից ներդրումներ եմ կատարում Ամերիաբանկի MyInvest հավելվածով եւ ես ինքս եմ մոտեցել MyInvest-ի թիմին այս տեսաշարքի համար, որովհետեւ ինձ պետք էր ցուցադրել հայալեզու տեղական եւ վստահելի ներդրումային հարթակ։ MyInvest-ը չի կառավարում այս ներդրումային շարքի բովանդակությունը, ես կարող եմ օգտագործել արտասահմանյան բրոքերներ այնպիսի ֆունկցիոնալի համար, որը չկա MyInvest-ում։ Այստեղ մենք բաժնետոմսեր չենք նվիրում, չենք խոստանում բոնուսներ, այստեղ մենք սովորում ենք ինչպես ներդնել։ Եվ իհարկե հիշեցնում եմ ձեզ, որ այս ամենը կրում է կրթական բնույթ եւ չի պարունակում ֆինանսական խորհրդատվություն։ Ոչ մեկ ինտերնետում չի կարող ձեզ տալ ֆինանսական խորհրդատվություն, քանի որ բոլորի անձնական դրությունը տարբեր է, նպատակները նույնպես։ Ամփոփելով առաջին վիդեոն, մենք հասկացանք, որ փողը կորցնում է ինֆլյացիայով, երբ ներդրում չի կատարվում, պարտակոսը կարևոր է երկարաժամկետ կապիտալ կառուցելու գործում եւ մի շարք ներդրումային ակտիվներ ունենք տարբեր ռիսկային աստիճաններով, պարտատոմսեր, բաժնետոմսեր, ոսկի եւ այլն։ Այսօր մենք սկսում ենք խոսել հենց բաժնետոմսերից։ Մենք սկսելու ենք իհարկե ամենահեշտ թեմաներից եւ դրանից հետո գնանք դեպի ավելի բարդերը։ Առաջին թեման ինչ է ընդհանրապես բաժնեմասը։ Պատկերացրեք, ձեր հարևանը ունի հացատուն, դա իր բիզնեսն է, ամեն օր դուք տեսնում եք ինչպես են մարդիկ գնում եւ իրենից հաց գնում եւ հարևանի բիզնեսը շատ լավ աշխատում է։ Այն ունի եկամուտ եւ շահույթ, դուք դրա շատ լավ տեղյակ եք։ Ձեր հարևան ցանկանում է երկրորդ հացատունը բացել, քանի որ իր բիզնեսը լավ հաջողվում է եւ խնդրում է, որ դուք ներդրում կատարեք իր բիզնեսի մեջ եւ առնեք իր հացատան 10%-ը։ Ձեր հարևանը հենց այսպես բաժանում է իր հացատունը 100 բաժնետոմսերի եւ ասում է, որ 10 բաժնետոմսերը արժեն X դրամ։ Եվ դուք ձեր գումարով որոշում եք առնել այդ հացատան 10%-ը, դուք ձեր գումարը տալիս եք ձեր հարևանին, հարևանը տալիս է բաժնետոմսը ձեզ, ապագայում եթե հարևանի գործերը լավ գնան հացատան հետ կապված, ձեր բաժնեմասը ավելի մեծ արժեք ունենա եւ դուք կկարողանաք այն վաճառել մեկ ուրիշ մեկի։ Իհարկե ձեր հարևանը հիմա ձեր ներդրման միջոցով կարող է բացել երկրորդ հացատունը, բայց ձեր հարևանը այդտեղ չի ուզում կանգ առնել, նա ցանկանում է 50 հացատներ բացել։ 50 ներդրողներ գտնելը այդքան հեշտ չէր լինի եւ նա որոշում է, որ նա հացատունը կդարձնի բաց բաժնետիրական ընկերություն։ Դա IPO-ն է, Initial Public Offering։ Այսինքն ձեր հարևանը որոշում է, որ հացատան որևէ հատվածներ արդեն բաց են հանրության համար եւ հանրությունը կարող է ներդրում կատարել եւ ունենալ դրանից բաժնեմասեր։ IPO-ն հենց առաջնային շուկան է, երբ ներդրողները գնում են եւ ընկերությունից գնում բաժնետոմսերը։ Ձեր հարևանը իհարկե չի վաճառի այդ դեպքում իր հացատան 100%-ը, քանի որ նա դեռ ցանկանում է այդ բիզնեսը զարգացնել, ցանկանում է բաժնեմաս ունենալ հենց իր բիզնեսի կայացման գործում։ Նա կորոշի վաճառել 30%-ը, այսինքն 70%-ը դեռ կլինեն իր բաժնետոմսերը։ IPO գնալու ժամանակ հիմնականում կարևոր է հասկանալ, թե ինչքան բաժնետոմսեր են մնում այդ ընկերության մեջ, հիմնադիրների եւ ներքին աշխատողների մեջ, քանի որ եթե բոլորը այդ պահին ցանկանում են վաճառել, դա նշանակում է, որ բիզնեսի հետ մի բան այն չէ եւ այն լավ ապագա չի ունենալու։ Հետագայում արդեն երբ դուք գնել եք ձեր հարևանի բաժնետոմսը եւ եւս մեկ այլ ներդրող է հայտնվում, օրինակ ես ցանկանում եմ գնել ձեր բաժնետոմսը, արդեն ես այն ձեզնից եմ գնում եւ հացատան բիզնեսի հետ կապված հացատան ոչ մի գումար այդ գործարքից չի գնում։ Դա արդեն երկրորդային շուկան է։ Մեծ ընկերությունների IPO-ները հիմնականում շատ լուրերով են տարածվում եւ թրենդային են լինում ու սկսնակների համար շատ բարդ է լինում դրանից ինչ-որ բան հասկանալ, քանի որ ընդհանրապես չկա պատմություն, որը կարող ենք անալիզ անել եւ հասկանալ արդյոք լավ ներդրում է թե ոչ։ Բաժնետոմսի հետաքրքիր լինել չի նշանակում, որ այնտեղ պետք է ներդրում կատարել։ Հիմա եկեք խոսենք բորսաներից։ Բորսան պարզապես շուկա է։ Այնտեղ գնում են վաճառողները եւ գնորդները, սակայն տարբեր տեսակի ապրանքները արդեն ֆինանսական ապրանքներ են, ֆինանսական ակտիվներ են։ Պատկերացրեք գումի շուկայում համեմունքների եւ չրերի փոխարեն սկսվեին վաճառվել բաժնետոմսեր։ Բորսան հենց շուկան է ֆինանսական ակտիվների համար։ Այնտեղ գնում են գնորդները եւ վաճառողները ու իհարկե այն ունի բացման եւ փակման ժամանակներ։ Այս շուկաները 24/7 չեն գործում, դրանք ունենում են իրենց աշխատանքային ժամերը։ Աշխարհում կան շատ բորսաներ, շատ մարքետներ, որտեղ բաժնետոմսեր են գնվում եւ վաճառվում։ Ամենամեծերից են իհարկե Նյու Յորքը, New York Stock Exchange, Nasdaq-ը, London Stock Exchange, Frankfurt, Shanghai, Tokyo, Hong Kong, Երևանը նույնպես, Հայաստանը ունի իր stock exchange-ը, դա AMX-ն է։ Մենք այնտեղ ունենք 11 հանրային գնացած, IPO գնացած ընկերություններ։ Իրականում մենք ունենք մոտավոր 54 ընկերություն Հայաստանում, ովքեր նաև պարտատոմսեր են թողարկում, սակայն իրենք բաց բաժնետիրական ընկերություններ չեն։ Սա նույնպես հետաքրքիր է իմանալ։ Ընկերությունը ցուցակվում է իր երկրի բորսայում, այսինքն երբ որ Հայաստանում ինչ-որ ընկերություն ցանկանում է բաց բաժնետիրական ընկերություն դառնալ, դա ցուցակվելու է AMX-ում։ Քանի որ խոսեցինք բորսաներից, նաև շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է ընդհանրապես ներդրումային բրոքերը, որովհետև մենք շատ ենք խոսում ներդրումային
հարթակ, ներդրումային բրոքեր, հարթակն ու բրոքերը այս դեպքում նույնն են։ Դուք չեք կարող ձեր բաժնետոմսերով ձեր գումարը վերցնել եւ գնալ բորսա եւ այնտեղ գնումներ կատարել, այն գումի շուկայի պես չի գործում։ Դուք պետք է ունենաք լիցենզավորված բրոքեր, որին կարող եք վստահել թե ձեր գումարը, թե ձեր բաժնետոմսերը եւ իրեն կարող եք արդեն ասել վաճառիր գնիր եւ արդեն բրոքերը ձեր դեպքում կկատարի այդ գործողությունները։ Պատվերը միշտ անցնում է բրոքերի միջոցով, ուղիղ մուտք չկա դեպի բորսա։ Ունենք իհարկե շատ արտասահմանյան բրոքերներ եւ շատ տեղական բրոքերներ, որոնցով դուք կարող եք կատարել ներդրումներ։ Մենք անպայման բրոքերներին բոլորին անդրադառնալու ենք։ Շատ անգամներ լուրերով կարող ենք տեսնել, որ մարքեթը աճել է կամ նվազել է, դա մենք հիմնականում հասկանում ենք հայտնի ինդեքսների տեսքով։ Հիմա ինչ է ինդեքսը։ Ինդեքսը պարզապես զամբյուղ է, որի մեջ մի շարք կազմակերպություններ են մտնում։ Ամենահայտնի ինդեքսներից է S&P 500-ը, որի մասին շատ են խոսում։ S&P 500-ը Ամերիկայի top 500 ընկերություններն են։ Դրա մեջ է մտնում Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը, Alphabet-ը եւ այլ իհարկե ընկերություններ։ Իրենք կարելի ասել աշխարհի մեծագույն գիգանտներն են եւ հիմնականում երբ S&P 500 ինդեքսը աճում է, մենք ասում ենք, որ մարքեթը աճել է կամ երբ նվազում է, ասում ենք, որ մարքեթը նվազում է, որովհետեւ քանի որ մենք ունենք տարբեր տեսակի բորսաներ, շատ դժվար է հասկանալ, թե իրական մարքեթը աճում է թե նվազում, բայց ինդեքսներին նայելով մենք կարող ենք այդ որոշումը կայացնել։ Իսկ հիմա եկեք խոսենք ֆինանսական մարքեթի երկու կարևորագույն սիմվոլներից՝ ցլից եւ արջից։ Ֆինանսական մարքեթը միշտ ցիկլերով է շարժվում, եւ մենք ցլային շուկա ենք անվանում, երբ գները 20%-ով աճած են լինում վերջին օրերի եւ ամիսների հանդեպ, իսկ արջի շուկան, երբ գները 20%-ով նվազած են լինում։ Հիմնական սա կապված է այս կենթայիների կոտոշների եւ ականջների հետ։ Ցլերի դեպքում, քանի որ իրանց կոտոշները վերև են ցույց տալիս, մենք դա արդեն աճի հետ ենք համապատասխանեցնում, իսկ արջերի դեպքում իրենց ականջները ներքև են ցույց տալիս, դրա համար ցածրի հետ համապատասխանացնում ենք արջին։ Ում ինչ իրական հաշիվ բացելն ու ներդրումներ կատարել, ես անգամ 3 կարևոր մտածելակերպերից խոսել, որոնք շատ են օգտագործվում։ Առաջինը դա այն է, որ մարդիկ մտածում են, որ ֆինանսական մարքեթը խաղատուն է, խաղատան է, ինչքան երկար եք խաղում, հավանականությունը մեծ է, որ դուք կորցնելու եք, քանի որ մաթեմատիկան եւ խաղատունը հենց այդպես են ձևավորված։ Ֆինանսական մարքեթում դուք ունենում եք բաժնետոմսեր ռեալ ընկերությունների հիմքով, իսկ ընկերությունները հիմնականում տանում են առաջ էկոնոմիկան։ Իրենք ունենում են շահույթ, ունենում են եկամուտներ եւ միշտ երկարաժամկետ հորիզոնում, քանի որ էկոնոմիկան երկարաժամկետում միշտ աճում է, դուք նաև գեներացնում եք գումար, քանի որ եղել եք ներդրող։ Այնինչ ներդրումներում շատ են նմանացնում խաղատան գործունեությանը, դա երբ մենք գնում ենք եւ վաճառում ենք, շատ քիչ ժամանակ ենք տալիս, չենք հասկանում ինչ ենք անում, պարզապես ցանկանում ենք ամենաէժանում գնել, ամենաթանկում վաճառել եւ շատ դժվար է այդ կարճաժամկետ շարժը կանխատեսել, շատ մարդիկ հենց այդտեղ գումար են կորցնում։ Դա սպեկուլյացիա է, գեմբլինգ է, իսկ այս տեսաշարքում մենք փորձում ենք հասկանալ ինչպես կարող ենք լինել ռեալ բաժնետեր եւ հասկանալ բիզնեսներից եւ կարողանալ լավ ներդրումներ կատարել։ Երկրորդ մտածելակերպը, որի մասին ես ցանկանում եմ խոսել, դա այն է, որ մարդիկ մտածում են, որ այս ամենը միայն հարուստների համար է։ Սա ճիշտ էր մոտավորապես 30-40 տարի առաջ, երբ շատ մեծ գումարներ էր պետք, որպեսզի սկսեինք բրոքերներ ունենալ եւ բրոքերները արդեն մեզ համար արկու վաճառքով զբաղվեին, իսկ հիմա ամեն ինչ ավելի շատ է հեշտացել, հիմա արդեն տեխնոլոգիան է զարգացել եւ մենք կարող ենք անգամ ամենափոքր գումարներով եւ ես դա անպայման ձեզ ցույց կտամ ներդրումներ կատարել։ Եվ ինչպես տեսանք առաջի վիդեոյում, փոքր գումարով սկսելը միշտ ավելի լավ է, քան ուշացնել եւ մեծ գումարով սկսել, քանի որ բարդ տոկոսը հենց սիրում է ժամանակ, ոչ թե գումարի քանակ։ Եվ նաեւ վերջին մտածելակերպը, որի մասին ցանկանում եմ խոսել, շատերին թվում է, որ սա միայն ամերիկացիների համար է, իրականում այդպես չէ, գլոբալ տնտեսությունը շատ ավելի մեծ է, շատերը թե Հնդկաստանից, թե Նոր Զելանդիայից, թե Ավստրալիայից բոլոր երկրագնդի բոլոր կողմերից մարդիկ ներդրումներ են կատարում հենց ֆինանսական մարքեթի մեջ ու հենց տարբեր երկրների, այսպես ասած, ինդեքսների եւ այլնի մեջ, սա միայն ամերիկացիների համար չէ, սա ամբողջ աշխարհի համար է, անգամ Հայաստանից մեր կենսաթոշակային ֆոնդերը, կենսաթոշակային գումարից որոշ հատվածներ նաեւ ուղղում են ֆինանսական մարքեթ, քանի որ դա կարևոր է աճի համար, ինչպես նաեւ շատ լավ դիվերսիֆիկացիա է։ Հայաստանում մեր լիկվիդանությունը շատ ավելի փոքր է եւ սա իհարկե թույլ է տալիս, որ մենք ավելի մեծ գլոբալ եւ դիվերսիֆիկացված ֆոնդերում ներդրումներ կատարենք ապագայի համար։ Հասանք այս վիդեոյի իմ ամենասիրելի հատվածին, հիմա մենք կկատարենք ռեալ ներդրում եւ դուք կտեսնեք ինչպես է այդ ամեն ինչը աշխատում։ Նախ առաջի բանը, որ տեսնում եք, դա իմ պորտֆելն է, սա հենց իրական հաշիվ է, սա հենց իմ պորտֆելն է Հայաստանի։ Դուք տեսնում եք իմ պորտֆելի աճը վերջին 1 շաբաթում, իհարկե գումարը փակ է, որովհետեւ լավ
լավ չէր լինի իմ գումարները ցույց տալ ինտերնետով, դուք տեսնում եք, որ ես արդեն ունեմ որոշակի բաժնետոմսեր, եթե հիշեք, Instagram-ում հունվար եւ փետրվար ամիսներին ես վիդեոներ էի տեղադրում, որ գնում էի հենց այս ակտիվները, սա էլ ձեզ ապացույց, որ ես գնել եմ հենց այդ ակտիվները եւ ես մինչեւ հիմա ունեմ ներդրումներ հենց այդ ակտիվներում։ Սրանք ճիշտ են իմ ռազմավարության համար, սա չի նշանակում, որ դուք պետք է այս բան screenshot անեք սրանք եւ գնաք եւ կատարեք հենց այդ նույն բանը։ Իրականում սա այդքան էլ ճիշտ չէ իմ ռազմավարության համար, ես այն փոխելու եմ, ես ունեմ նաեւ այլ տեսակի ներդրումներ եւ այլ բրոքերների միջոցով։ Սա միգուցե ճիշտ չլինի ձեզ համար։ Խնդրում եմ սրանից չվերցնել ֆինանսական խորհուրդ։ Մենք սովորելու ենք այս տեսաշարքի ընթացքում ինչպես մեր հետազոտությունները կատարել եւ մեր նպատակները հասկանալ, եւ դուք վերջում հաստատ կարողանալու եք ձեր որոշումները կայացնել։ Այստեղ նայելով ես հասկացա, որ մեկ բան մոռացել եմ ձեզ ասել, անհատական ընկերությունները, ֆոնդերը, ֆինանսական ակտիվները ունենում են այսպես ասած կրճատ հապավում, անվանում ենք ticker, օրինակ QQQM-ը այստեղ որ տեսնում եք, Nasdaq 100 ինդեքսին հետևող ETF է։ Երբ դա ցանկանում ենք որոնել, պարզապես եթե գրենք QQQM Google-ում, արդեն Google-ը գիտի թե ինչի մասին ենք խոսում։ Դրանք թիքերներն են, ես հիմնականում իմ բոլոր որոնումները թիքերներով եմ կատարում։ Ինչպես ասացի, մենք այսօր գնելու ենք բաժնետոմսեր եւ առաջի բաժնետոմսը, որ ես ցանկանում եմ որ մենք նայենք, Coca-Cola-ն է։ Ես այսօր գնալու եմ Coca-Cola-ի բաժնետոմս։ Տեսեք, այստեղ մենք շատ մեծ ինֆորմացիա ունենք, իրեն որոնում ենք իր թիքերով, ինքը բերում է, մենք կարող ենք տեսնել ամսվա կտրվածքով, 3 ամսվա մի տարվա կտրվածքով շարժը, թե ինչպես է այդ բաժնետոմսի գինը փոփոխվել։ Այս բանին այն արժի $87։ Այսօր շաբաթ է, ձեզ ցանկանում եմ զգուշացնել, որ այսօր բորսան փակ է։ Անգամ եթե ես պատվեր դնեմ, ինքը այսօր չի իրականացվելու։ Այստեղ շատ թվեր ունեն, կարևոր թվերի մասին մենք այլ վիդեոներում կխոսենք, բայց այսօր եկեք նայենք հիմնական տվյալներին։ Քանի որ այն փակվել է ուրբաթ օրը, ուրբաթ գիշեր, նախորդ փակման գինը եղել է $86.85, այս պայն ինքը $87 կարգի է, որովհետև փակվելուց հետո ինչ որ գործարքներ են եղել եւ այլն։ Միջին ծավալը 3 ամսվա ընթացքում եղել է 15 միլիոնի մեջ, ISIN-ը կարելի ասել պասպորտի սերիան է Coca-Cola-ի բաժնետոմսի, թիրախային գինը ակնկալվում է մի տարի հետո մոտավոր $94, սա չի նշանակում, որ այն կլինի $94, սա անալիստները, ինչ որ անալիզներ են անում եւ այդ թիվը դնում են այստեղ, սա չպետք է լինի պատճառ ներդրում կատարելու, քանի որ հնարավոր է ընդհանրապես մի տարի հետո այդ գինը չլինի։ Առևտրի ծավալը վերջին եղել է 16 միլիոն եւ 52 շաբաթվա ընթացքում այն եղել է $64-ից $90 մեջ։ Կոտորակային, այո, կոտորակայինը պարզապես այս ներդրումային հարթակը ցույց է տալիս, որ հնարավոր է այն գնել որպես partial shares, օրինակ պարտադիր չի ունենալ $87 այստեղ ներդրում կատարելու համար, կարելի է ունենալ $50, կարելի է ունենալ $100 եւ կարող ենք առնել օրինակ 1.3 բաժնետոմս, 2.5 Պարտադիր չէ, որ հենց լինեն 1, 2, 3, 4, 5։ Ներդրումային հարթակներ կան, որ այս հնարավորությունը չունեն եւ կան, որ ունեն, օրինակ ինչպիսին MyInvest-ն է։ Ինձ համար որպես ներդրող շատ կարեւոր է, որ partial shares լինի, որ ես կարողանամ հանգիստ իմ գումարով առնել ու կարողանամ իմ ցանկացած գումարով առնել առանց ամբողջական բաժնետոմսերի ինչ որ մաս այդ բաժնետոմսից գնել։ Եկեք փորձենք գնել Ինչպես դες ասացի, այսօր ես կարող եմ պատվեր դնել, բայց այն չի իրացվի, այն կիրացվի երկուշաբթի մոտավոր Հայաստանի ժամանակով 2:30-ի շրջանակում։ Եկեք տեսնենք, թե այստեղ ինչ կա։ Շուկայական գին կա, վաճառք ու արկ կա, իհարկե ունենք միանվագ գնում եւ պարբերական գնում։ Պարբերական գնման դեպքում կարող ենք օրինակ ասել, որ ամեն ինտերվալի, օրինակ ամեն ամիս կամ ամեն շաբաթ Coca-Cola-ի բաժնետոմս ենք ցանկանում գնել շուկայական գնով ու արդեն մեր ներդրումային հարթակը կգնի Բայց Coca-Cola-ի դեպքում ես ուզում եմ միանվագ գնում կատարեմ։ Եկեք հիմա քննարկենք պատվերի տարբեր տեսակները։ Մենք կարող ենք ունենալ լիմիտային պատվեր։ Լիմիտայինը այսպես է գործում։ Օրինակ, այս պահին $87 է։ Ես ցանկանում եմ այս բաժնետոմսը գնել, երբ նրա գինը $85 է։ Դրա դեպքում ես կանեմ լիմիտային պատվեր, ասելով, որ ես պատրաստ եմ միայն երբ այն $85 է։ Մեկ այլ պատվերի տեսակ է շուկայականը։ Շուկայականի դեպքում ես ասում եմ, որ կապ չունի շուկայում ինչ գին է, ես ցանկանում եմ դա գնել։ Լինի դա $88, $89, ինձ պարզապես պետք է 1.5 այդքան բաժնետոմս։ Մյուսը ստոպն է, երբ պատվերը դառնում է շուկայական պատվեր, երբ որ գինը հստակ ինչ որ գնի է հասնում։ Օրինակ, ես կարող եմ առնել Coca-Cola $87 եւ ունենալ ստոպ գին, օրինակ $85։ Փաստացիորեն ես ասում եմ, եթե հանկարծ Coca-Cola-ի գինը հասնի $85, ես ցանկանում եմ, որ այս պատվերը շուկայական դառնա եւ շուկայականով վաճառի, այսինքն ես ակնկալում եմ, որ այն անկում է ապրելու, ես ցանկանում եմ այդ կետում բռնել, որ իմ գումարը անկում չապրի եւ
վաճառել այդ բաժնետոմսը։ Եվ իհարկե մեկ այլ տեսակ stop limit-ն է, երբ որ ես ասում եմ օրինակ, եթե stop գինը օրինակ դնեմ էլի $85 վրա, այդ դեպքում ցանկանում եմ, որ պատվերը դառնա լիմիտային պատվեր եւ հենց օրինակ $85-ին ինքը հասնի, դա կդառնա լիմիտային, բայց $84-ով իր լիմիտային գինը ցանկանում եմ վաճառել։ Ես հիմնականում իմ ներդրումներում շուկայական եմ անում, երբ իհարկե շուկան բաց է լինում։ Այս բան, եթե ես շուկայական պատվեր դնեմ, քանի որ շաբաթ օր է, չեմ կարողանա դնել, քանի որ բորսան այսօր փակ է լինելու։ Քանի որ ցանկանում եմ, որ այս պատվերը լինի եւ մենք կարողանանք հետո նայել, ես այն կդնեմ լիմիտային, կդնեմ մի փոքր ավելի բարձր, քան իր pre-market-ն է, քանի որ ցանկանում եմ, որ այն անպայման ստացվի։ Քանակը կդնեմ, որ ցանկանում եմ այս դեպքում գնել օրինակ գումարով $100, եւ իհարկե վավերականությունը կփոխեմ, վավերականությունը երկու տեսակի կարող է լինել, day նշանակում է, որ հենց այդ օրվա ընթացքում վավերականային պատվերը եւ հետո ինքը cancel է լինելու, դադարեցվելու է, եթե չիրագործվի։ GTC նշանակում է, որ պատվերն ակտիվ է այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարվել կամ չեղարկվել։ Այս բան ես կդնեմ GTC եւ իհարկե կանեմ գնել։ Եվ այսօր ցանկանում եմ ինչ-որ նոր ֆոնդ գնել, ոչ թե նրանք, որ արդեն իմ պորտֆելում կան, որպեսզի մենք կարողանանք շարժին հետևել։ Սա նույնպես ունի իր հիմնական տվյալները եւ ինչպես նկատում եք, այն կոտորակային չի թողնում։ Այստեղ ուրիշ այլ թվեր էլ կան, որոնց մասին մենք անպայման կխոսենք, բայց այսօր պարզապես գնենք, ավելացնենք մեր պորտֆելին եւ հետո իհարկե կանդրադառնանք նաեւ ֆոնդերին։ Սա նույնպես կլինի լիմիտային պատվեր, գինը ես կդնեմ $150, վայ, այս ավելի շատ եղավ, $150 կդնեմ այս գինը, քանի որ ինքը հիմա $149 է, մեկ հատ կգնեմ իմ բրոքերային հաշվից եւ նորից GTC-ով կանեմ, որ մնա։ Եվ կարող եք տեսնել, որ ընդամենը $155 է, քանի որ միջնորդավճարը այստեղ ցույց է տալիս, որ $5 է։ Սա նույնպես կդնենք։ Պատմության մեջ կարող եք նկատել, որ մենք ունենք հիմա այս երկու լիմիտային պատվերները։ Ես անպայման երկուշաբթի screenshot կանեմ, ես ցույց կտամ, եւ դրանք արդեն իրացվեն։ Այս պայից սկսած մեր բոլոր վիդեոներում մենք կտեսնենք, թե ինչպես է այս ֆոնդը եւ Coca-Cola-ի բաժնետոմսը առաջ գնում կամ անկում ապրում։ Մեր մյուս վիդեոն կլինի արդեն ֆինանսական հաշվետվությունների եւ բոլոր թվերի հետ կապված, շատ հետաքրքիր կլինի եւ մենք կվերլուծենք Coca-Cola-ն, իսկ դուք կարող եք մտածել, թե ինչ ընկերություն կա, որ կուզենաք դուք ինքներդ վերլուծեք, նրանից հետո երբ ես սկսեմ ավելի շատ վերլուծել Coca-Cola-ին եւ ձեզ ցույց տալ բոլոր այդ թվերը։ Ձեզ ուզում եմ հայտնել, որ ես նաեւ ունեմ ներդրումային newsletter, որն ամեն երկուշաբթի կարող է գալ ձեր մեյլին girlsandfinances@substack.com հասցեով։ Անպայման բաժանորդագրվեք, եթե ֆինանսական մարքեթը ձեզ հետաքրքիր է, քանի որ ամեն երկուշաբթի ես խոսում եմ թե տրենդներից, թե ինչերի են ներդրողները նայում եւ թե ինչ տեսակի շարժ են անում տարբեր ինդեքսներ։ Ու բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, որ բաց չթողեք մյուս ներդրումային վիդեոները